Մինչ պատգամավորները պատրաստվում էին ըստ էության հեծը պետականացնելուն միտված նախագծի վճռորոշ քվեարկությանը, վարչապետ Փաշինյանը Facebook-յան հրապարակմամբ զգուշացրեց. հեծի այն աշխատողները, որոնք իրենց աշխատանքը թողած զբաղված են մեջբերեմ քաղաքական խարդավանքներով, այս ամիս կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր հեծի աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն։ Հեծի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։ Փաստեր ունի վարչապետը, թե կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող ընկերության աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել։ Աշխատանքից կհեռացվեն այն մարդիկ, որոնք երեկոյան աշխատանքային օրվա ավարտին այս կամ այն հավաքին կմասնակցեն։ Ինչ հիմքով Նիկոլ Փաշինյանն այս հարցերին չի անդրադարձել։ Ազատությունը խորհրդարանում իշխանական Վահագն Ալեքսանյանից փորձեց պարզել, որտեղից տեղեկությունները, թե հեծում աշխատանքի ժամին այլ բանով են զբաղվում։ Մամուլում կան հստակ հրապարակումներ, որ հեծում մարդկանց աշխատողներին պարտադրում են մասնակցել այս կամ այն միտինգին։ Պատգամավորը սակայն իր այս պնդումը որևէ փաստով չհիմնավորեց։ Աշխատանքային օրվա ավարտին հավաքի մասնակցողները կհեռացվեն, լրագրողներն ուղիղ պատասխան չստացան։ Եթե այդ մասնակիցները որպես այդպեսին այն մարդկանց թվում են, ովքեր մյուսներին պարտադրել են գալ այդտեղ, ինչը մեր մասնակիցները, հեծի մասնակիցները, վեցի աշխատողները։ Ինչը մեր ընդդիմություն, ես չեմ կարծում, որ հեծի նորմալ աշխատողը ում չեն ստիպել, ով այդ խարդավանքներին չի տրվել, առհասարակ ցանկություն կունենա այնտեղ մասնակցել։ Իշխանությունները հայտարարում են, հեծի կառավարումը կստանձնեն արդեն այս ամիս։ Անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն այժմ արագացված ընթացակարգով 24-ժամյա ռեժիմով խորհրդարանում են քննարկում։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանի ձերբակալությունից ու կալանավորումից հետո հապճեպ մշակված նախագիծը կեսօրին ընդունվեց առաջին ընթերցմամբ։ 65 կողմ դեմ 30 ձեռնպահազորով որոշում ընդունվել է։ Օրենսդրական փոփոխություններից հետո կկարողանան հեծի կառավարումը ժամանակավոր կառավարչի հանձնել։ Նախագիծն ըստ էության այսպիսի մեխանիզմ է ենթադրում։ Կառավարությունը հեծի խախտումների վերաբերյալ հաղորդում կարող է ներկայացնել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Այդ դեպքում հանձնաժողովի նախագահն առավելագույնը 5 օրվա ընթացքում վարչական վարույթ պետք է հարուցի։ Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, որն ի դեպ նախկին ԿՊԱ-ական է, կկարողանա նաև կանխարգելիչ միջոցառումներ կիրառել, այդ թվում ժամանակավոր կառավարիչ նշանակել։ Ընդ որում նախագիծը հետադարձ ուժ ունի։ Գործընթացը կարող է սկսվել նաև նախկին խախտումների համար։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ Այսինքն այս պահից սկսած մի քանի օրում կարող է փոխվել հեծի կառավարիչը։ Տեխնացու արդեն կա։ Չեմ կարող այս պահին պատասխանել, բայց վստահ եմ շատ կոմպետենտ մարդ կնշանակվի այնտեղ։ Նախագծով առաջին հերթին հեծի կառավարման հարցն է լուծվում։ Կան դրույթներ նաև զուտսեփականության վերաբերյալ։ Եթե խախտումների հիման վրա հարուցված վարույթի արդյունքում հեծին լիցենզիայի ձրկելու որոշում կայացվի, գործադիրն ընկերության սեփականատերերին կառաջարկի իր հետ համաձայնեցված կարգով օտարել Բաշնետոմսերը, գույքը։ Ժամկետել է սահմանվում 3 ամիս։ Եթե այդ ընթացքում գույքը չվաճառվի, դա տեղի կունենա Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան։ Մայր օրենքի այս հոդվածը սեփականության իրավունքի մասին է։ Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով, միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ։ Առաջին քվեարկությունից հետո նախագիծը քննարկվեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից Ագնես Ախամոյանը հետաքրքրվեց հեծի պետականացումն ի վերջո որքան կարժենա Հայաստանի քաղաքացիների համար։ Հաշվարկներ կան, թե այս ամենը ինչպես կազդի բյուջեի վրա։ Պետական բյուջեի համար լրացուցիչ ծախսեր են առաջանալու եւ չափը, եթե չեմ սխալվում, անգամ չեք գնահատել։ Այսինքն դուք ափալ-թափալ մի հատ process եք սկսում, ասում եք, որ նախագիծը կառավարությունն ասում է, որ լրամշակման կարիք ունի, ասում եք, որ բյուջեի համար լրացուցիչ ծախսեր առաջանալու, բայց որոնք անգամ դեռ չեք հաշվարկել։ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանը չթաքցրեց, հաշվարկ չկա։ Ինչ կարժենա այս ամբողջը, կա հստակ գնահատման կարգ սահմանած, եւ քանի դեռ գնահատում չի իրականացվել գույքի, պարտավորությունների եւ այլն, գուշակությունների դաշտում է թե ինչ արժեք կունենա։ Վճռորոշ քվեարկությունը տեղի կունենա վաղը։